Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty սալոնը։ Ողջույն, ես Մերի Փամբուխչյանն եմ։ Թատրոն լաբորատորիայի BEM-Cast նախագիծը նորից եթերում է, եւ այսօր մեր հյուրն է Սամվել Թոփալյանը։ Ողջույն Սամվել։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Մենք նստած ենք մի բեմում, որտեղ դուք խաղացել եք բազմաթիվ ներկայացումներ, սովորել եք այս ինստիտուտում, ունեցել եք փորձեր։ Մի խոսքով սա միջավայր է, որտեղ դուք ապրել եք։ Հիմա ինչ զգացողություններ ունեք այստեղ, երբ նստած եք այս կարգավիճակով հյուրի։ Դե իսկապես հարազատ տուն է, չնայած սովորել ու ավարտել եմ արդեն 20 տարի առաջ եմ ավարտել, բայց կապը երբեք չի ընդհատվել, առավել ևս հիմա էլ արդեն դասավանդում եմ Թատերական ինստիտուտում, Նարինե Մալյանի կուրսում, այնպես որ իմ տան պես կարելի ասել, ավելի հարազատ դարձած երևի, քանի գնում այնքան ավելի հարազատ է դառնում այս միջավայրը, այս բեմը, այս պատերը։ Այդպիսի բան է փաստորեն կյանքը։ Մի օր ուսանող ես, մի օր դասախոս։ Հա, դե լինում է այնպես, ոնց որ լինում է, ու որ ասում են դրա դեմ առնել չես կարող։ Ամենակարևորը, որ քո արած գործը ինչ որ նպատակի ծառայի, այսինքն զուրկ չլինի, ինչ որ փոքրիկ, չգիտեմ, փորձ, որ ես եմ ձեռք բերել այս տարիների ընթացքում, ընդամենը դա փոխանցել տալ ավելի նոր սերնդին, թե մասնագիտական, թե նաև, չգիտեմ, թե որպես քաղաքացի, թե որպես մարդ, որովհետև մեր մասնագիտության մեջ կենսափորձը շատ կարևոր նախապայման է, ու այդ կենսափորձն է շատ հմտություններ բերում, ու արդեն տարիներ հետո քո ձեռք բերած ինչ որ հմտություններ ընդամենը փորձում ես փոխանցել երեխաներին։ Ինչպիսին է զգացողությունը, երբ տեսնում եք արդեն այն ուսանողներին բեմում, որոնց դուք դասավանդում եք, այսինքն մի ժամանակ դուք եք այդ նույն բեմում, երբ ձեր դասախոսներն էին նայում դահլիճից, հիմա դուք եք այդ նույն կարգավիճակում, ինչպիսին է այդ կապը։ Ոչ պակաս անհանգիստ ու լարված վիճակում եմ, երբ որ ես էի որպես ուսանող բեմում, այստեղ եթե պատասխանատվությունը իմ վրա էր, ես էի այդ պատասխանատվություն կրողը, հիմա ինչ որ այդ պատասխանատվությունը ոնց որ կրկնապատկված, բազմապատկված լինի, որովհետև ինչ որ մի բան ես տվել ու դա ներկայացնում են բեմից հանդիսատեսին ու այստեղ իսկապես լարումը, հուզմունքը ավելի մեծ է ու ավելի, չգիտեմ, ավելի ընկալելի հուզմունք է։ Այն ժամանակ եթե ուղղակի հուզված էինք, բեմում ենք լինելու, այստեղ հստակ է թե ինչ է կատարվում, ինչ են անում, ինչ են սովորել, ինչպես կընկալեն իրենց, մի խոսքով, այսպեսի հարցեր կան։ Հիշում եք ձեր առաջին ներկայացումը։ Հա, հենց այս բեմում մենք խաղում ենք Արմեն Մազմանյանի բեմադրած Գարեգին Նժդեհի Հայաստան եւ ճշմարտություն ներկայացումը, Գարեգին Նժդեհի մտքերից կոմպոզիցիա հավաքած, ու լավ հիշում եմ, որ առաջին խոսքը հենց իմն էր, պիտի ասեի Գարեգին Նժդեհ 20-րդ դար։ Ու այդ ամբողջ օրը ես չգիտեմ, չկարողացա ոչ նստել, ոչ կանգնել, ոչ ուտել, ոչ խմել, ահա որ լարված էի, բայց դե այդ հուզմունքը, այդ լարումն էլ շատ կարևոր ու պարտադիր պետքական, այսպես ասած, զգացողություն է, իհարկե, եթե կարողանում ես այն կառավարել։ Որովհետև բեմի վրա պիտի իսկապես կարողանաս քո ցանկացած էմոցիա, հուզմունք, լարում կառավարելի դարձնել։ Կառավարելի դարձնելուց խոսեցինք մի այսպիսի հարց։ Երբ ասում են, որ ներկայացում խաղալիս պետք է վերապրես դերդ, այսինքն պետք է ապրես բոլոր այն էմոցիաները, որոնք ապրում է քո հերոսը, լինես այն մարդը, ով հենց հերոսն է, մոռանաս, որ դու Սամվելն ես։ Այդ ժամանակ, երբ դու վերապրում ես այդ զգացողությունները, դու արդյոք չես կորցնում քո կառավարումը բեմի վրա ուրիշ այլ իրավիճակներում։ Նախ ինձ համար ցուցադրման, վերապրման թատրոնները դրանք առանձին չեն գործում։ Դրանք միաժամանակ են գործում, որովհետև իսկապես դու ամեն օր չես կարող վերապրել այն, չգիտեմ, եթե անգամ խաղում ես խոր զգայական, ինչ որ, չգիտեմ, ողբերգական կերպար, եթե ամեն անգամ
տրվես ու այսպես ասած մոռանաս ինքդ քեզ, դու կմաշվես ուղղակի, որովհետև մեր մասնագիտությունը նաև ունի իր տեխնիկական, այսպես ասած, փորձառությունը, դա հենց այդ ցուցադրման, այսպես ասած, արվեստն է, որ զգացածդ կարողանաս ձայնի տեմբրի, ֆիզիկայի, այսպես ասած, միջոցով կարողանաս այդ հուզականությունը արտնացնել հանդիսականի մոտ, ոչ թե քեզ մոտ, որովհետև եթե վերապրես ու վերապրածը չկարողանաս ցույց տալ, տեղ չի հասնում, որովհետև շատ այդպիսի դեպքեր ես տեսել եմ նաև ուսանողական տարիներին, իսկապես հասկանում ես, որ ինքը այդ այսպես ասած հոգեվիճակի մեջ է, բայց իր հույզերը չի կարողանում տեղ հասցնել։ Այդ իսկ պատճառով ու առավել եւս չես կարող դու քեզ մոռանալ։ Սուտ բան կա այդտեղ, որ ես մոռացել եմ ինձ եւ չէ, այդպես բան չկա, որովհետեւ եթե քեզ մոռանաս, չգիտեմ, տարեկան մոտ մի 200 դեզդեմոնա պիտի խեղդվի, իսկապես։ Դրա համար այդ կոնտրոլը շատ ուղղակիորեն պիտի ունենաս, պիտի ու ամենակարևորը այդ վերապրումն էլ պիտի չափի ու ձևի մեջ լինի, ու ուղղորդված լինի, երբ որ այդ հուզականությունը տարերային բնույթ է կրում, այսինքն ոչ մի ուղղվածություն, ոչ մի կոնկրետ կետ չունի, ինքը ոչ մի տեղ չի հասնում։ Այդ իսկ պատճառով պիտի կարողանաս հստակ վերապրածդ ցուցադրելու միջոցով կարողանաս ճիշտ չափի մեջ, ձևի մեջ հասցնել տեղ։ 8000 կիլոմետր ներկայացում, որ պատմում է Արևմտյան Հայաստան կատարած ձեր ճամփորդության մասին։ Ինչպես հաղորդումը դարձավ ներկայացում։ Այսպես ասեմ, ոչ թե հաղորդումը դարձավ ներկայացում, այլ հաղորդման ընթացքում այդ ճանապարհորդությունը, այդ ճանապարհին իմ տեսածը, զգացածը, այն դեպքերը, որոնք անկախ մեզնից, այսպես ասած, եկավ մեր գլխին, ինչ-ինչ մարդկանց հանդիպումները, այդ ամեն ինչը ինչ որ գումարվեց իրար, գլուխ եկավ ու իմ մտքում նախ դարձավ պատմություն, որը ես որոշեցի պատմել ներկայացման միջոցով, չգիտեմ, ինձ թվում է մարդկանց հետաքրքրում է այն պատմությունները, որը հորինած չի, որը շատ մարդկային է, շատ հստակ դու ֆիքսում ես, որ այս ամեն ինչի միջով այդ մարդը անցել է։ Ու հասկացա նաև, որ այդ պատմությունը ոչ թե ուղղակի ինչ որ ճամփորդության մասին պատմություն է, այլ հստակ ուղերձ ունի իր մեջ։ Ես չէի ճամփորդել, չգիտեմ, Ֆրանսիայով կամ Իտալիայով, որի մասին ուզեցի պատմել, այլ Արևմտյան Հայաստանով, մեր պատմական հայրենիքով, մեր պապերի ծննդավայրով։ Ու դա ավելի շատ զգացողություն էր, ավելի շատ ներսի ճանապարհորդություն էր, քան արտաքին, քան ինչ-որ բան տեսնելու, հիանալու կամ հիասթափվելու, այսպիսի ավելի շատ ներսի ճանապարհ էր, արթնացնող նախ քո մեջ, որովհետև ես երբեք, այսպես ասած, մտքով չի անցել լինել Արևմտյան Հայաստանում, բայց գործի բերումով ստացվեց ու փառք Աստծո։ Ու ես այդ պատմությունը, ինչպես քիչ առաջ նշեցի, ու ոչ թե ուղղակի ուզում էի պատմել, այլ ես տեսա, որ ինչ որ արթնացնող, կենթանի պահող, հուշը չմարելու, այսպես ասած, խնդիր կա, որը ցավոք սրտի այսօրվա մեր ժամանակի արագ ընթացքի մեջ շատ հաճախ մենք շատ բաներ կորցնում ենք, մոռացության ենք տալիս, իսկ դա ես շատ վատ հետևանքներ եմ տեսնում դրա տակ։ Դրա համար այս պատմությունը ես ուզում եմ պատմել, որ այսօրվա հայ մարդու, երիտասարդի մեջ հստակ չմարել տամ այդ հուշը, այդ կարոտը, որը միայն ցավը, ողբը, չգիտեմ, արդեն անվերադարձ կորստի մասին չի, այլ լավատեսության, հուշի վրա հիմնվելու ու քո այսօրվա հայրենիքը ավելի պինդ, ավելի ամուր դարձնելու այսպիսի մի հատ միտք եմ դրել իմ պատմության մեջ։ Ու շատ հետաքրքիր ստացվեց, որ 8000 կիլոմետր իսկապես մենք անցանք 20 օրում ու մեկ էլ
տեսա, որ այդ 8000-ը, այսինքն նույն 8-ը հավերժության խորհրդանիշն ունի իր մեջ։ Այսինքն դա այն ճանապարհն է, որ հավերժ պատտվում է մեր մեջ։ Ուղղակի դա ոչ թե պիտի այդ, այսպես ասած, ինքնահոսի այդ ճանապարհով գնանք, այլ այդ ճանապարհը մեզ պիտի ավելի պնդացնի, ավելի նպատակային դարձնի, ավելի խոսքը գործի բերի։ Ու ես արդեն այս ներկայացումը եղել եմ Ավստրալիայում, Ամերիկայում, Մոսկվայում, Ֆրանսիայում, Բելգիայում ու փառք Աստծո, որ արձագանքներ կան, որ ինձ շատ ոգևորող են, շատ այն նպատակին են ծառայում, ինչը որ ես փորձել էի դնել իմ առջև։ Հետաքրքիր է, երբ մենք խոսում ենք առհասարակ Արևմտյան Հայաստանի մասին, ցեղասպանության թեմային ենք անդրադառնում, ասենք շատ նուրբ գծեր ունեցող թեմաներ են, որոնք մարդկանց տանում են դեպի այն ողբերգական գիծ, այսպես ասած, որ մեր ազգը տարիներ շարունակ իր մեջ կրել է։ Եվ այս ներկայացումը խաղալիս, այս մտահղացումը ունենալիս, ինչպես եք կարողացել հանդիսատեսին համոզել, որ սա չի կրում իր մեջ այն տխուր գիծը, որ սովորաբար մարդիկ մտածում են էլի կանչել են, մեզ լացացնեն։ Ես ամենաշատը ինձ համար ամենաանընդունելի, այսպես ասած, մոտեցումներից է նման թեմաներին, դա կլինի Արցախյան պատերազմ, կլինի երկրաշարժ, կլինի ցեղասպանությունը, երբ որ այսպես ասած խորամանկություն են անում ու հանդիսատեսից լաց կորզելու այս հիմքն են դնում իրենց արած գործի մեջ։ Ես բացարձակ լաց կորզելու եւս մեկ անգամ այդ ողբերգությունը ել ավելի ողբերգություն դարձնելու միտում չունեի։ Ես ընդհանրապես ուզում էի պատմել մարդու մասին, մարդու համար, որովհետև իմ ներկայացման մեջ կա նաև իմ պապիկի եւ տատիկի պատմությունը, թե որտեղ են ծնվել, ինչերի միջով են անցել, ու դա ոչ թե էլի ողբերգություն դարձնելով, այլ բերելով այն, որ ես կամ իմ երեխաները կան, այսինքն այդ մարդիկ կռվել, պայքարել են, ողջ են մնացել այսօրվա համար։ Ես էլ ամեն ինչ պիտի անեմ, որ այն հուշը, այն կերպարները, որոնք ինձ համար իմ աչքի առաջ հայի մարդու ընդհանրապես լավագույն կերպարներ են, պապիկս ինձ համար հայի շատ հստակ, շատ լավ հայի տեսակ էր, որտեղ այնտեղ պատմություն կա, որ երկրորդ համաշխարհային պատերազմում գերության մեջ էր ու մի կերպ ազատվել էր գերությունից ու հետը բերել էր մեծ մուրճ։ Տեսեք, գերության մեջ ինքը ֆիքսել էր, որ այս մուրճը պիտի տանեմ ու իմ հողի վրա տուն կառուցեմ։ Ու եկել էր այդ մուրճով ժայռեր կտրել ու տունը կառուցել էր, որտեղ ես էլ եմ ծնվել, իմ երեխաներն էլ։ Ես այս լավատեսության, ամրության, պնդության մասին եմ պատմում, ոչ թե լաց կորզելու, ավելի ողբալու, լաց, որը ոչ մի տեղ չի տանում։ Կարող ենք ասել, որ այս ներկայացումը նաև միտում ունի մարդկանց մոտ ցանկություն առաջացնելով, որ նրանք գնան եւ տեսնեն Արևմտյան Հայաստանը։ Ես ոչ թե միտում կա այդպես, բայց եթե գնան այդ հողերը իրենց այսպես ասած, իրենք շնչեն, իրենք շոշափեն, իրենք զգան, շատ ուղղակիորեն բաներ է փոխվելու իրենց մեջ, շատ ուղղակիորեն, որը անդրադառնալու է այսօրվա իրենց անելիքների վրա։ Շատ հաճախ ասում են, հետ չնայենք, չէ, առաջ, բայց շատ ուղղակիորեն կապ կա անցյալի ու ներկայի։ Ես ոնց որ, այսպես ասեմ, երեխաներ ունեմ, էլ չհիշեմ, չերազեմ, չմտածեմ իմ արդեն մահացած, չգիտեմ, տատիկի կամ պապիկի մասին, ոնց կարող է այդպես լինի։ Ես պիտի իրենից ինչ որ մի խորհուրդ, չէ, ինչ որ մի հուշ փոխանցեմ իմ որդուն, իմ դստերը։ Դա շատ ուղղակիորեն անքակտելի կապ պիտի լինի։ Շատ հաճախ այդ առաջ նայելուց, քանի որ անցյալդ չես ճանաչում, չգիտես ուր ես նայում ես, բայց չես տեսնում։ Այդ անցյալը նույն մեր արմատն է, չէ։ Իսկ եթե արմատը խորը չի, արմատը պինդ չի, այսպես ասած սնված չի, շատ շուտ մի օր ծառը կամ չգիտեմ, այդ բույսը չորանա կամ մի հատ քամի կգա ու կտանի։
Հիշեցնեմ մեր հաղորդման հովանավորներին։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Agritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Agritas Colors ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Մեր հաղորդման գործընկերն է նաև Aura 8 Beauty Salon-ը։ Ձեր ինքնատիպությունը վստահեք նրանց, ովքեր գիտեն իսկական հմայքի գաղտնիքները։ Aura 8 Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Երբ ես դահլիճում եմ դիտում այս ներկայացումը, նկատեցի, որ մարդիկ ավելի հաճախ արձագանքում են այն արտահայտություններին, այն դրվագներին այս ներկայացման, որոնք ավելի մոտ են երևի մարդու էությանը, ավելի կյանքային են, ավելի առօրյական, ինչից է դա գալիս։ Երևի այդ պատմությունների մեջ կար նաև իրենք իրենց էին տեսնում։ Ես պատմում եմ իմ տատիկի մասին, բայց դա հենց իմ տատիկը չի։ Հավաքական կերպար, այսինքն ամեն մեկը տեսնում էր ու հիշում էր իր տատիկին, հիշում էր իր պապիկին, իր տոհմի պատմությունները, ու երևի մեր գործում ամենակարևորը այդ կենթանությունն ու ազնվությունն է, որովհետև երբ որ ինչ-որ բան հորինում ես, որը հիմք չունի, որը արմատելի գանգ դրանց չունի, դա չի հետաքրքրի մարդուն։ Իսկ հանդիսատեսը շատ ուղղակիորեն ֆիքսում է ֆալշը, ֆիքսում է կեղծը ու դրան արձագանք չի ունենա բնականաբար։ Իսկ այն ինչ ես պատմում եմ այդ ներկայացման մեջ, ոչ մի պատմություն հորինած չի։ Դա ես ու իմ ընկերները, ովքեր այնտեղ նկարում էինք հաղորդումը, այդ ամեն ինչի միջով անցել են, այդ ամեն ինչը տեսել են, այդ ամեն ինչը զգացել են։ Ու երևի հենց այդ անկեղծությունն է, որ մարդկանց ստիպում է, չգիտեմ, եւ հուզվել, եւ լիաթոք ծիծաղել ու գալ քո պատմության հետևից։ Եթե կեղծ եղար, եթե սուտ եղար, չեն գա քո հետևից։ Սա էքսպերիմենտալ ներկայացում է, որովհետև հանդիսատեսի հետ շփում կա, հա, արձագանքներ ստանալ։ Նույնը կլիներ, եթե դա լիներ օրինակ սովորական ակադեմիական թատրոնում բեմադրված ներկայացում։ 4 Գիտեք, ես կարծում եմ, որ ցանկացած ներկայացում էքսպերիմենտ է, որովհետև դու սկսում ես քայլել մի ճանապարհով, որը անհայտ է։ Ընթացքում ես դու կամաց արդեն քո ուղղությունը վերցնում, քո հստակ նպատակակետը ֆիքսում։ Ես այս ներկայացման ինչն է, որ ես ինչ որ մի բան պատմում եմ, նաև պրոյեկցիայով, քանի որ հաղորդումները կար արդեն, ցույց եմ տալիս, որ ոչ մի կեղծիք իմ ասածի մեջ չկա։ Հստակ կերպարների մասին եմ խոսում եմ, եթե նկատեցի, նաև հստակ ցույց եմ տալիս ու դա հանդիսատեսի մոտ իմ պատմություններ ավելի ռեալ ու ավելի հավաստի է դարձնում։ Նաև պիտի նյութը թույլ տա, ցանկացած նյութ, պիտի նյութը թելադրի քո այդ նյութը ոնց ես կենթանացնում, ոնց ես դարձնում ներկայացում, ինչ, չգիտեմ, արտահայտչամիջոցներով, ինչ էմոցիոնալ չափով։ Այդ իսկ պատճառով ընդամենը մենք ռեժիսորը Նարինե Մալյանը ֆիքսեց, որ պատմությունը, քանի որ ինքը այդպես էր ասում, հետաքրքիր պատմություններ են, պիտի ուրիշ բաներով իրեն չփաթեթավորել, այսպես ասած, ավելի գունեղ կամ ավելորդ գեղեցկացնելու կարիք չկա։ Այստեղ խոսքն է, որ պիտի տեղ հասնի, միտքը, զգացածը պիտի տեղ հասնի։ Ու մենք ընտրեցինք այս արտահայտչամիջոցը։ Էլի եմ կրկնում, ինձ համար չկա մի ներկայացում, որը էքսպերիմենտ չի։ Իհարկե շատ դրսևորումներ կա, չգիտեմ, պարապլաստիկ ներկայացումներ կան այսօր, չգիտեմ, ավելի տեխնիկապես զարգացած, ինչ-որ ֆոկուսներով, էֆեկտներով, բայց ինձ համար դա կլինի ակադեմիական թատրոն, թե էքսպերիմենտալ թատրոն, ամենակարևորը այդ ամեն ինչը ինչ որ անում ես, պիտի պտտվի մարդու շուրջ, մարդկային փոխհարաբերությունների շուրջ, մարդու մասին պիտի լինի, մարդու համար պիտի լինի։ Ցավոք այսօր շատ իհարկե իմ զբաղվածությունից ելնելով քիչ եմ ներկայացումներ գնում, բայց
Այս վերջերը ինչ որ գնացել եմ, ցավոք սրտի շատ քիչ են եղել ներկայացումներ, որտեղ կենտրոնում մարդն է։ Միշտ չգիտեմ զարմացնելու, ինչ որ նոր բան անելու, որը ցավոք սրտի այդ նոր բան անելը հիմք չունի։ Ու կորում է այդտեղ մարդը։ Եթե աղասիչն էր ասում, եթե դու հերքում ես, չգիտեմ, մուսուլմանությունը, դու պիտի անգիր իմանաս Ղուրանը։ Իսկ անգիր պիտի իմանաս ինչն ես հերքում։ Ինչն ես հերքում։ Այդ նույն կերպ այդ էքսպերիմենտալ թատրոնները նորարարությունները, մինչև չիմանաս ակադեմիական այդ հիմք ունեցող թատրոնը չես կարող շատ հաճախ դա չիմանալով ինչ որ բաներ են անում, որը ոչինչի մասին է։ Այսինքն միտումը զուտ զարմացնելու, ինչ որ նոր խոսք բերելու, բայց դե այդպես չի։ Ի վերջո թատրոնը ինչ է, ըստ իս, չգիտեմ, կարող է սխալվում եմ, բայց ես իմ ընկալածով եմ ասում, նախ ինքդ քեզ ճանաչելու, աշխարհը ճանաչելու, ինչ որ վերագնահատումներ անելու, ինչ որ process է, սկսած, չգիտեմ, մարդկության սկզբից, քարեդարից, երբ որ իրենց ժայռերի վրա որսն էին նկարում, չգիտեմ, թե իրենց կենցաղն էին, այսինքն իրենք դա պատմում էին, ցույց էին տալիս։ Այդ պատմելու, ինքն իրեն ճանաչելու, մարդուն ավելի նոր բնավորություններ, նոր գծեր գտնելու այս անդադար այս երևույթի մասին է։ Ու երբ որ մարդուն դու հանում ես այդ ամեն ինչի միջից, ինչ ես փնտրում։ Իսկ ինչի համար են մարդիկ գալիս թատրոն։ Ես կարծում եմ, որ դա իսկապես, այսինքն նորություն չեմ ասի, ողջ մնալու, ոչ թե ֆիզիկապես, լիցքեր ստանալու մի process է, որովհետև մարդը ոգեղեն արարած է։ Ու այդ ոգեղեն արարածը պահանջ ունի հենց սնունդի նաև այդ առումով։ Ու անկախ իրանից երևի ինքը հասկանում է, որ արդեն լիցքավորում այդ ոգեղեն լիցքերը պակասում են ու ինքը վերալիցքավորելու ինչ որ պահանջ է ունենում։ Ես խոսում եմ այն մասին, որ իսկապես երբ որ գալիս են թատրոն, ոչ թե մենք եղել ենք, չգիտեմ, այսինչ ներկայացմանը, ընդամենը կամ հրավիրատոմսային տվել ենք գնացել ենք։ Այսինքն եթե մարդ իսկապես այդ ոգեղենության, այդ լիցքի ծարավ ունի, գալիս ու հաղորդակցվում է բեմի, դերասանի, մի միկրոաշխարհի, որը իրականությունից կտրված է, որտեղ ավելի տաք, ավելի երևի իրական է, քան բուն իրականությունը։ Ինչ եք կարծում, կարող է օրինակ մի ներկայացումը փոխել մարդու մեջ ինչ որ բան։ Գաղափար արժեք։ Այո։ Ի վերջո դու չես գալիս թատրոն, որտեղ թատրոնը դրա մասին չի, ինչ որ հարցերի պատասխան լսելու բեմից, որովհետև թատրոնը հարցերին չի պատասխանում, թատրոնը հարցեր է բարձրացնում։ Այդ բարձրացրած հարցերից դու ինչ կընկալես, ինչ կզգաս, ինչ կվերափոխվի քո մեջ, դա արդեն քո ներսի աշխատանքն է։ Որտեղ ինձ համար պրիմիտիվ կլիներ ու ինչ որտեղ նաև անհետաքրքիր, որ թատրոնը ասեր թե ոնց ապրեք, չգիտեմ, որն է ճիշտը, սա սխալ է, սա աբսուրդ է, այդպեսի հստակ գծված ճիշտ ու սխալ, ոնց ապրել, այսպես թե այնպես չկա։ Ուղղակի թատրոնը հարցեր է բարձրացնում, որը շատ հաճախ այս կենցաղային կյանքի մեջ մենք մոռանում ենք դրա մասին։ Քնում է մեր մեջ ինչ որ զգացողություններ, ինչ որ արժե համակարգը ուրիշ կերպ է դասավորվում, իսկ թատրոնը անդադար արթուն պահելու, կենթանի պահելու զարկերակի վրա։ Իմ գործընկերուհի Ռուզան Հակենցը պատրաստել է փոքրիկ տեսանյութ անդրադարձ հունական թատրոնին, որից հետո հարց է առաջադրում, դիտենք տեսանյութը, վերադառնանք եւ քննարկենք։ Շատ լավ։ Հին հունական թատրոնում ներկայացումը իրադարձություն էր, որը տեղի էր ունենում միայն մեկ անգամ։ Մարդիկ հավաքվում էին նույն վայրում, նույն պահին եւ միասին ապրում էին նույն պատմությունը, սկզբից մինչեւ վերջ։ Երբ ներկայացումն ավարտվում էր,
Չկար տեսագրություն, չկար կրկնություն եւ չկար հնարավորություն վերադառնալու նույն պահին։ Այն մնում էր միայն հիշողության մեջ։ Այսօր նույն ներկայացումները կարող են խաղալ տասնյակ անգամներ։ Բեմադրությունը նույնն է, դերասանները նույնն է, բայց ամեն անգամ ամեն ինչ սկսվում է նորից։ Նոր տրամադրություն, նոր էներգիա, նոր ներսի վիճակ, որը փոխում է ներկայացման ռիթմը։ Եվ հենց այս անտեսանելի փոփոխությունների մեջ ծնվում է նորը։ Այստեղից հետևություն, որ թատրոնը ապրում է տվյալ պահին եւ հենց այդ պահին էլ ավարտվում է։ Գուցե հենց դրա համար է այն միշտ կենդանի։ Իսկ ինչ եք կարծում դուք։ Եթե յուրաքանչյուր ներկայացում նույն է եւ միաժամանակ ամբողջությամբ այլ, ապա թատրոնը արվեստ է կրկնության, թե մշտական նոր ծննդի։ Դիտեցինք, Ռոզանը հարց ուղեց եւ ինչ եք կարծում։ Այ տարբերություն կինոյի թատրոնը իսկապես ամեն ներկայացումը կենդանի շփում է։ Կենդանի օրգանիզմ ու մենք էլ չէ ամեն առավոտ արթնանում ենք մի տրամադրությամբ, մյուս օրը մի ուրիշ տրամադրությամբ, մի օր ռիթմով, մյուս օրը ավելի пассив, բայց այստեղ կա մի շատ կարևոր բան։ Ռեժիսորը հստակ ռիթմ ա դրել ներկայացման մեջ, հստակ տրամադրություն, հստակ միջավայր, դու պիտի կրկնելով քո նախորդ ներկայացումները, կրկնելով այդ պիեսը, փորձես կենդանի մնալ միշտ, այսինքն դու չդարձնես դա մեխանիկա ու անջատես քո զգայարանները, չգիտեմ, քո հուզական վիճակը եւ կրկնությունը ինձ համար եւ նաեւ ամեն անգամ նոր ծնվող կամ նոր բացվող, այսպես ասած, օր։ Երբ մենք խաղում ենք ներկայացումներ, անընդհատ նույն մարդկանց հետ, այսինքն մեր խաղընկերները անփոփոխ են, նրանք են մեր մշտական խաղընկերները։ Եվ հանկարծ ինչ որ բանի պատճառով այնպես է ստացվում, որ փոխվում են մեր խաղընկերները կամ խաղընկերը։ Ինչպես եք տանում այդ փաստը։ Դա շատ նորմալ process է, շատ նորմալ ու շատ հաճախ են եղել իմ, այսպես ասած, դերասանական կյանքում, որ խաղանկերներ են փոխել նույն ներկայացման մեջ։ Ուղղակի այդպես պիտի լինի ու ամեն մեկի փոխվելուց ներկայացումն է փոխվում, որովհետև նախորդը իր տեմպո ռիթմ ուներ, իր զգայական դաշտ ուներ, իր էներգետիկան ուներ այդ ներկայացման մեջ, իր փոխվելով այդ էներգիա միանշանակ ինքը ինչ որ անտեսանելի քեզ թվում է նույն ներկայացումն ես խաղում նույն ռեպլիկներով, նույն տեքստերով, բայց յուրաքանչյուրի փոփոխությունից հետո ներկայացումը ինքը ինչ որ վերափոխումների է ենթարկվում։ Իսկ երբ ներկայացման ժամանակ կամ ներկայացումից առաջ ինչ որ բան է ենթադրենք պատահում դերասանին, որը իրենից ենթադրում է, որ դերասանը կամ ի վիճակի չէ, կամ դժվարությամբ պետք է իր դերը խաղա։ Այդ դեպքում ինչ իրավիճակում է հայտնվում դերասանը եւ ինչպես է անում, որպեսզի այդ իրավիճակից դուրս գա այնպես, որ հանդիսատեսը չնկատի։ Դեռ ուսանողական տարիներ ասում էր ձեր խնդիրները, ձեր խնդիրները, չգիտեմ, հիվանդությունները, սիրահարված լինելը, տառապանքը թողեք լսարանի դռնից դուրս ու այդ ամեն ինչից մաքրված նոր մտեք լսարան։ Ու դա որպես ոսկե կանոն դարձավ մեզ համար, որովհետև հանդիսատեսը պարտավոր չի քո, չգիտեմ, նյարդային վիճակը կամ քո մերժված սիրո պատմությունը կամ այդ դրանից բխող ինչ-ինչ երևույթներ ֆիքսի։ Նա եկել է վայելելու, նա եկել է կտրվելու իր կենցաղից, առօրյայից, դու պիտի ամեն որպես պրոֆեսիոնալ, պիտի ամեն ինչ անես, որ իրեն բավարարես, որովհետև քո խնդիրները քոնն են ու դա չես կարող, չպիտի բարձրացնես բեմ, դա թող մի կողմ, բարձրացի, հետո էլի արի այդ պրոբլեմները շարակի ու գնա քո, այսպես ասած, կյանքով։ Իսկ եթե դա ինչ որ ֆիզիկական բան է։ Դե շատ հաճախ, բայց չգիտեմ, դու բեմ բարձրացար մոռանում ես այդ ամեն ինչի մասին, որովհետև մեծ պատասխանատվություն կա,
հետո դու ֆիքսվում ես, կենտրոնանում ես քո անելիքի վրա, ու անկախ քեզնից քո ուղեղը կտրվում է այդ քո, չգիտեմ, ցավից էլ, խնդրից էլ, դու ես բեմը, խաղընկերները դու հանդիսատես ես։ Վերջ, այստեղ էլ ինչ որ բանի փոփոխություն պիտի չունենաս։ Ասում են, որ բեմը դատարկ տարածություն է եւ երբ երկու հոգի հանդիպում են իրար, այդտեղ արդեն ստեղծվում է ներկայացումը, դա դառնում է թատրոն։ Ինչպես է երկու հոգի հանդիպելու արդյունքում ստեղծվում պատմությունը։ Այդ երկու հոգին նախ պիտի մի հոգին լինի բեմում, մյուսը հանդիսասրահում, որովհետև շատ ուղղակիորեն փոխկապակցված են դերասանն ու հանդիսատեսը։ Շատ ուղղակիորեն էմոցիաների, այսպես ասած, տալ ու վերցնելու մի process է կատարվում։ Եթե թատրոնը դա է, եթե չեղավ մյուս կեսը, ներկայացումը թատրոնը չի կայանա։ Իսկ արդեն դու պատմություն ես, չէ, բարձրացնում բեմ, որի մասին պիտի պատմես հանդիսատեսին։ Այստեղ է, որ պիտի կարողանաս ինչ-որ արդեն գանք էլի մեր մի քիչ առաջ խոսակցությանը, որ պիտի անկեղծ լինես, իսկապես բան ունենաս տալու, ու երբ իսկապես բան ունենաս տալու, հաստատ այնտեղից լիքը բաներ կվերցնես։ Բաներ կան, որ դերասանին հեշտ են տրվում, եւ որոշ բաներ կան, որ դերասանին դժվար են տրվում։ Ինչն է օրինակ ձեզ ավելի հեշտ տրվում, երբ դուք ենթադրեք նոր ներկայացում պիտի խաղաք, նոր եք տեսել պիեսը, կարդացել, եւ ինչն է ձեզ ավելի բարդ տրվում։ Չեմ ֆիքսվել դրա վրա, բայց իսկապես կան դերեր, որոնք քո մտածողությանը, քո օրինակ հումորի զգացողությանը ավելի մոտ են, դու ավելի հեշտ ես կարողանում իրենց բացել, ավելի հեշտ ես կարողանում այդ կերպարի ենթատեքստը առաջ բերել, թե արտաքին դրսևորումները այդ կերպարի ավելի հեշտ է ստացվում քեզ մոտ, ու կան որ բացարձակ ես այդ կապ չունի։ Բացարձակ ու այդտեղ պիտի սկսես պրպտել, գտնել, փնտրել, որը բարդատրվում քեզ այդ պարագայում։ Մի ներկայացման մասին էլ խոսենք, Առաքելը, որը վերջին շրջանում շատ է քննարկվում, պարոն Թոխածյանի հետ միասին եք խաղում։ Ինչ հիմնական արձագանքներ եք ստացել ներկայացումից եւ առհասարակ այն գաղափարը, որը դրված է ներկայացման հիմքում, հասել է հանդիսատեսին։ Ես չեմ կարող հստակ ասել հասել է թե չէ, բայց կարող եմ ներկայացման նույնիսկ ընթացքում արձագանքներից, այն էներգիայից, որ գալիս է հանդիսականից, հասկանալ, ֆիքսել մի բան, որ այն ինչի մասին խոսում ենք, այն ինչ ուզում ենք պատմել, իրենք ուզում են լսեն, իրենց պետք է դա, ու իրենք դրա համար են եկել, որ էլ ավելի ամրանան իրենց մտածածի, իրենց զգացածի մեջ, որովհետև դա բեմից է արդեն հնչում։ Ու այդ էներգետիկան ֆիքսելով հուսամ, որ ներկայացման ասելիքը ու քանի գնում այնքան ավելի զգում ենք, որ այդ ասելիքի կարիքը ունեն, դրա ինչ-որ ծարավ են, ինչ-որ բան փոխում, ինչ-որ բան տալիս է այդ ներկայացումը ու կարևոր բան։ Իսկ ձեզ ինչ է տալիս։ Իմ մասնագիտությունը այնպես է, որ ես պիտի մարդուն նախ լավատեսությունով, այսպես ասած, պարուրեմ։ Պետքական բան ասեմ, ու ես այդ առումով այս ներկայացումը ինձ բավարարում է, դա է տալիս, բավարարվածության զգացողություն է տալիս, որ ես ունեմ առիթ ինչ-որ մեկի մոտ լավատեսություն արթնացնելու, հույս տալու, մեջքը ուղղելու, ու դա ինձ շատ ավելի, այսպես ասած, բավարարված եմ զգում դրանով։ Սա պարոն Թոխածյանի հետ ձեր առաջին համատեղ, հա, ինչ զգացողություններ ունեք, ինչպիսին եք միասին որպես խաղընկերներ։ Ես շատ շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռվեց պարոն Թոխածյանի հետ աշխատելու, չգիտեմ, ինձ համար
բացարձակ լավ մարդ, շատ լավ մարդ, լավ խաղանկեր, մեծ հումորի տեր մարդ, ու քեզ վերաբերվում է հավասարը հավասարի, այսինքն ես չեմ այսպես ասած այսպես նայում, որովհետև ինքը թույլ չի տալիս նախ եւ առաջ։ Իհարկե իմ հարգանքը իր հանդեպ հենց այդպես է, բայց ինքը շատ մի խոսքով վայելք է իր հետ աշխատելը։ Շնորհակալ եմ Սամվել, կարծում եմ կարողացանք անկեղծ խոսել թատրոնի մասին եւ հանդիսատեսնել այդ էներգետիկան, որը կա ներկայացումներում, այն գաղափարը հիմնական, որ դուք փորձում եք փոխանցել բեմից, այս հարցազրույցը նայելով նաեւ կփորձի հաղորդակից լինել դրան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ մեր հաղորդման գործընկերոջ կողմից, Aura 8 գեղեցկության սրահի կողմից դուք ունեք նվերքարդ։ Շնորհակալ եմ շատ։ Սիրով կսպասեն ձեզ, կսպասարկեն։ Շնորհակալություն։ Եթերում բեմքաստներ, հաջողություն։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 բյութի սալոնը։